Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում խելահեղ զգացմունքներ են, կիսատ մնացած երազանքներ, հնի ու նորի բախում։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն իր 88-րդ թատերաշրջանը մեկնարկում է այստեղ փող, գիրք, իշխանություն ներկայացմամբ։ Գոնչարովի դասական վեպի ժամանակակից մեկնաբանությունը բեմ է բարձրացրել թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը համարձակ ռեժիսորական մոտեցմամբ։ Իսկապես շատ կարևոր է մշակույթը տեղափոխել մարզեր եւ ուրախ եմ արձանագրել, որ ոչ միայն Վանաձորում, այլև մարզի մյուս քաղաքներում անընդհատ ունենում ենք մշակութային միջոցառումներ, մարզական միջոցառումներ, մեծ համերգներ։ Ըստ մեր առջև ծանր ծանրաձող է դրված եւ պարոն Շահվերդյանն իր մասով այդ ծանր ծանրաձողից մի քանի կիլոգրամ վերցնում է այս կարևոր միջոցառումների տեսքով։ Նաեւ կարևոր է ընդգծել, որ մարզի այցեքարտը պետք է լինի մշակույթը, պետք է լինի սպորտը, պետք է լինի թատրոնի դերասանը, պետք է լինի բժիշկն ու ուսուցիչը եւ կարեւոր է մարզը բրենդավորել այս համատեքստում։ Հայաստանի Հանրապետությունում մշակույթի նախարարությունը շատ լավ ավանդույթ է ձևավորել, այն է մարզերում թատերաշրջան բացելը, օպերային թատրոնը իր թատերաշրջանը բացեց Ստեփանավանում։ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը իր թատերաշրջանը այսօր բացելու է Վանաձորում։ Թատրոն, որն ինձ համար հարազատ է, որտեղ ես մեծացել եմ, այստեղ աշխատել է իմ հայրը։ Մենք այսօր ներկայացնելու ենք Սեր գիրք իշխանություն ներկայացումը։ Մենք այդ պատմությունը դարձել ենք ժամանակակից, մեր օրերի մասին եւ այստեղ կարծում եմ խոսում է այն ամենի մասին, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում։ Հերոսը Ալեքսանդր Ադուևը գավառից գալիս է մայրաքաղաք երազանքներով ու ապագայի ծրագրերով, շուտով սակայն հայտնվում է մի աշխարհում, որտեղ փողը օրենք է, գիրքը ապրանք, իսկ իշխանությունը նպատակ։ Նրա վերափոխումը գրեթե անխուսափելի է։ Դերասանական կազմը վանաձորցի հանդիսատեսին է փոխանցում հերոսների ներքին հակամարտությունը, միջավայրի խաղի կանոնների, արժանապատվության ու զգացմունքների միջև ընտրություն կատարելու։ Ամեն մեկը կտանի այն, որ չի կարելի երբեք սերը թաքցնել ու պետք է համարձակ լինել, ոնց որ իմ կերպարն է, ոնց որ իմ հերոսուհին, ինքը ուղղակի երևի շատ դաժան վերջ է ունենալու, որովհետև սերը երբ որ կորչում է կյանքում, այս թվում մենք վերջաբան չենք դրել իմ կերպարին, տենց թողել ենք հանդիսատեսի դատին, թե ինչ կլինի իրեն հետ։ Բացի Գոնչարովի ստեղծագործության հիմնական կերպարներից ռեժիսորը մտահղացել է նաև նոր կերպար։ Կիրան այս ընտանիքի պահապանն է, միջնորդը տեղեկատուն ժամանակակից հանդիսատեսի աչքերն ու ականջները ներկայացման մեջ։ Իմ կերպարը 19-րդ դարում ստեղծված վեպը, վիպակը ուղիղ կերպով կապում է 21-րդ դարի հետ։ Կերպարը մարմնավորում է այն, ինչ տեղի ունենում 21-րդ դարում ծնված սերնդների հետ։ Կախվածությունը գադջետներից, անընդհատ հեռախոսի մեջ լինելը, ցիտատներով խոսելը, մեկ այլ բան է, երբ դուք ստեղծված եք հեղինակի կողմից, մեկ այլ բան է, երբ ձեզ կարծես թե արհեստականորեններ են դնում ռուս գրականության դասական գործի մեջ։ Կազմակերպիչների խոսքով Վանաձորում թատերաշրջանի մեկնարկը զարկ է մարզի մշակութային զարգացմանը, բարձրացնելով նաև արվեստի հասանելիությունը մարզաբնակների համար։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։